Ընկերներ բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Ուզում եմ նշաններից խոսալ, որ Աստված ցույց է տալիս ու խոսում է։ Գիտեք ընկերներ, Աստված շատ մոտ է բոլորին, անկախ նրանից դու մեղավոր ես, մեղավոր չես, Աստծուն հավատում ես, չես հավատում, Աստծո ողորմությունը նրանում է կայանում, քանի որ դու կենդանի ես, իրապես շնչում ես, Աստված միշտ ամեն բան անում է, որ քեզ տեղեկացնի, քեզ ամեն բանից հետ պահի։ Նշանները ընկերներ, զուտ մի քանի նշան դες կարամ օրինակով բերեմ։ Երբ որ ես գնում եմ ինչ-որ միտեղ, ասում եմ իմ Աստված, եթե էսի քո կամքն է, որ ես տեղ պետք է լինեմ, օրինակ, հա, ասում եմ, անենց արա, որ ստեղ պարկովքի տեղ լինի, անհնարին բան եմ խնդրում, որովհետև կենտրոն տեղ եւ այլն։ Ու երբ որ այդում եմ, հնչենքի դիմացից մեկը միանգամից դուրս է գալիս։ Ու ես հասկանում եմ, որ իրապես պետք է հենց հիմա հենց ստեղ լինեի, այսինքն դա Աստծո պլանավորածն է։ Տենց հասկանում եմ, որ Աստված իրապես գործում է։ Շատ մարդիկ գիտեմ, որ իրանք Աստծուց նշան են խնդրել, անկեղծ դաժե պիղծ մարդիկ են եղել, բայց իրանք երազները հստակ նշան է տվել, հստակ։ Ու ցույց է տվել ինչ իրավիճակում են, ինչ կարա լինի եւ այլն։ Ու գիտես հետաքրքիր է որն է, որ միշտ Աստված փորձում է քեզ ուղղորդի, ամեն դեպքում, ինչքան էլ դու տեսնես, չտեսնես եւ այլն։ Բայց շատ ժամանակ մենք նախընտրում ենք, մենք ընտրություն կատարենք իրապես, ու Աստված երբեք չի ստիպում ընկերներ։ Աստված միշտ ուղղորդում է մեզ դեպի բարին, բայց Աստված մեզ չի կարող ստիպի։ Գիտես, հա, Հովնաթանն էր, չէ, Հովնաթանը չէր։ Նինվեի մարգարեն էր, որ Աստված ասես գնա Նինվեին ապաշխարության խոսած փախնում էր, բայց Աստված ստիպեց, գետը գոլ տվեց եւ այլն, հա, որ մարգարե լինեք, Աստված ստիպելու է, որ իր գործը անեք, դա ուրիշ բան։ Բայց ամեն դեպքում ինչքան էլ որ մտածում եք Աստված հեղուի, Աստված միշտ խոսում է։ Ճիշտ ասած մտ ընկեր ունեի, աղջիկ ընկեր ունեի, ոնց որ իրան հրավիրել էի սուրճի մեր տանը, ու գիտես ինքը հենց մյուս օրը երազ էր տեսե, որ ինչ որ գալիս է, ես ծածկում եմ իրան, թաքուն տնից հանում եմ եւ այլն։ Իրապես ինքը չէր հասկացել այդ երազը, բայց երազի մեջ ճշմարտություն կար։ Այսինքն այն փաստը, որ իմ կյանքում կար ինչ-որ մի հատ աղջիկ, որ ես իր հետ փորձում եմ ընկերություն անել եւ այլն, գիտես Աստված ամեն ժամանակ է խոսում։ Այլ բանը դու դեդ նշանը կընկալես, չես ընկալի, հասկանաս, չես հասկանա։ Գիտես նաեւ Հովնաթանի անունը տվեցի, Հովնաթանը ոնց որ գնում է որ պետք է հարցակվի, ձորի մեջ կանգնած է, ու ասում է իմ Աստված ինքն է նայեք նշան որոշում։ Ասում է իմ Աստված, եթե քո կամքն է, որ դու իրանց ինձ կմատնես, ես կես հասկանամ, որ իրապես կհաղթեմ սրանց, թող իրանք ասեն հələ բարձացի վերև։ Ասում է, բայց եթե որ իրանք ասեն հələ ռադներդ քաշեք գնացեք, այդ նշանակում է, որ ես եմ պարտվելու։ Ու գիտես այդ մարդիկ ասում են հələ շուտ հայելեք վերև։ Ու ինքը հասկանում է, որ Աստված նրանց մատնել է, այսինքն նշանը կոպիտ ասած վերցնում է հենց ինքը։ Գիտես այնտեղ մի հատ էլ Քրիստոսի օրինակով ասեմ, նա Քրիստոսը ինքն իրանով Աստված լինելով, Աստծո որդի, ամեն ինչ գիտեր, բայց ինքը սպասում էր Աստծո ժամանակներին։ Ու երբ որ այնտեղ հելենացիները գալիս են, իր աշակերտներից մեկին տեսնում են, ասում են ուզում են Քրիստոսին տեսնենք, այս աշակերտը գնում է ուրիշ աշակերտին, ասում որ հելենացիները ուզում են Քրիստոսին տեսնեն, այս աշակերտը գնում է Քրիստոսի մոտ, ասում է հելենացիները ուզում են քեզ տեսնեն, Քրիստոսը սենց անում։ Ժամը եկավ։ Հստակ հասկանում է, որ դա նշան էր հոր կողմից, որ ժամը եկավ։ Ու գիտես ամեն ժամանակ Աստված անկախ նրանից դու պիղծ ես, պիղծ չես, մեղավոր չես, հիվանդ ես, ուրախ ես, տխուր ես, Աստված միշտ քեզ ուղղորդում է։ Այլ բան է, թե դու դա կանես թե չէ, որովհետև միշտ Աստված ընտրությունը տալիս է քեզ այս կյանքում, քանի որ դու կենդանի ես, հենց այդտենց էլ ցույց է տալի Աստծո ողորմությունը։ Վերջի ժամանակներում որ իրականում են դատաստանի օրը որ դու կանգնեք Աստծո առաջ, Աստված ձեզ միլիարդավոր օրինակներ է ցույց տալու, որ ձեզ ուղղորդել է, բայց դուք խուլ եք եղել, դուք որ ասում եմ, գույր եք եղել, չեք տեսել այդ նշանները, չեք զգացել ձեր ամբիցիաներից, ձեր, չգիտեմ, ցանկություններից, ձեր հոգսերից ելնելով չեք լսել Աստծո ձայնը։ Ընկերներ, Աստված ամեն ժամանակ խոսում է մարդու հետ։ Դրա համար ոնց որ Աստծուն ճանաչելը հենց այն է, որ դու ամեն ինչի մեջ զգաս։ Ու մի օրինակ էլ, որ Քրիստոսն ասում է 5 ճնճղուկը 1 դանգ են ծախվում, ասենք $5 է ծախվում, ու Քրիստոս դրանից հետո շարունակում ասում է, եթե նրանցից մեկն էլ ընկնում է գետնին, առանց ձեր հոր իմացության չի ընկնում։ Ընկերներ, Աստված միշտ խոսում է ձեր հետ։ Ու շատ եղեք որ Աստծուն տեսնեք ամեն իրավիճակներում։ Օրինակ իմ իրավիճակներում եղել է, ես միշտ գնացել եմ ասել եմ իմ Աստված հնարավոր է ես սխալվել եմ։ Դաժե ես նշան եմ խնդրել Աստծուց, օրինակ ես եմ պայմանավորվել օրինակ նշան։ Ճիշտ է, հիմա կասեք, դա ինչ նշան է, բայց ասում եմ ես իրապես չգիտեմ, երբ կհասնեմ հենց այդ տեղը։ Ասում եմ, բայց երբ որ ես հասնեմ, նայելու եմ ժամին։ Եթե ես կենտ թվի վրա եմ հասնում, օրինակ վերջի րոպեները 1-ը, 3-ը, չգիտեմ, 5-ը, 7-ը, 9-ը, ուրեմն դա բարի է։ Եթե զույգ է, ուրեմն դա չար է։ Ամեն անգամ։ Ու գիտես ես չգիտեմ, ինչքան եմ բողոքի մեջ կանգնելու, քանի րոպե եմ սվետաֆորների մեջ մնալու, ժամանակը չեմ ֆիքսում, որ արագ ու դանդաղ գնամ։ Ոնց կա քշում եմ հասնում եմ տեղ ու մի անգամից նայում եմ ժամանակին ու ըստ դրա հասկանում եմ։ Աստված ինձ ոնց որ ուղղորդում էր այդտեղ թե չէ, ես ճիշտ էի թե սխալ։ Այնպես որ ընկերներ, փորձեք ամեն դետալի մեջ ճանաչեք, որովհետեւ պատահականություն չկա։ Հիմա որ ես այդտեղ եմ իմ կողքը լիքը մեքենաներ կան, ամեն մեկը ինչ որ համարներ ունի, ամեն մեկը ինչ որ վարորդներ ունի, բոլորի համարները,
բոլորի վարորդների մազերը հաշված է ու Աստված 2000 տարի առաջ, մինչև երկինքն ու երկիրը դաժե ստեղծել 6000 տարի առաջ, Աստված այս մարդկանց դրել էր, որ այս րոպեին այս վարքյանին իմ կողքով անցնեին։ Դրա համար ընկերներ շատ ու շատ եղեք, որ Աստծո նշանները հասկանաք։ Ընտրությունը նորից եմ ասում ձերն է։ Փորձեք այնքան գիտակից լինել, որ ընտրեք բարին, ընկերներ։ Ընտրեք այն, որ Աստված, որտեղ Աստված բարի է ու երբեք ձեզ չի կամենում դեպի ինչ որ չարին տան։ Ուղիղ ձեզ ասում եմ։ Միշտ Աստված փորձում է ինչքան է մեղավոր լինես։ Դա Աստծո ողորմության ու Աստծո մեծության արժեքների մասին է խոսում։ Սրանով եմ ուզում կիսվել ընկերներ, օրհնում եմ ձեզ, հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։